Արդեն 2 տարի է, որ Բագրատաշենում անցկացվում է Ձիթենու փառատոնը, որտեղ տոնական միջավայրում տեղացի արտադրողները ներկայացնում են իրենց ձեռագործ և գյուղատնտեսական արտադրանքը։ Մեր աշակերտական խորհուրդը որոշեց, որ Ձիթենու փառատոն կազմակերպվի հետագայում արդեն ավանդույթ դառնալու նպատակով։ Դե բնական է խթանելու տնտեսության զարգացմանը, մեր տարածաշրջանը ճանաչելի դարձնելու նախ հանրապետության մասշտաբով։ Այս տարի մի փոքր ձևաչափը փոխեցինք, մեր բոլոր դասարանների սովորողները, ինչպես նաև ծնողները որոշեցին իրենց մասնակցությունը ունենալ, իրենց արտադրանքը ևս ներկայացնել։ Այս տարի բացի Ձիթենին ավելացել են նաև չրերի տեսականի, դե գիտեք, Բագրատաշենում աճում է նաև արքայանարինջ, կիվի և այլն, նաև այդ մշակաբույսերը ճանաչելի դարձնելու հանրապետությունով մեկ։ Բացի ցուցահանդես վաճառքից միջոցառումն ուղեկցվեց ազգային երգերով ու պարերով, Բագրատաշենի պատմության մասին ակնարկով և ասմունքով։ Փառատոնին այս տարի մասնակցում ենք աշակերտներով, որպես տաղավարների տերեր, այսպես ասած, յուրաքանչյուր դասարան ունի իր տաղավարը, ու այս տարի ավելի մեծ ոգևորությամբ եմ մասնակցում։ Ձիթենու փառատոնի նպատակը, կարծում եմ, գյուղի բերքը հանրամատչելի դարձնելն է, որպեսզի մարդիկ իմանան, որ Հայաստանում ամենաշատ Ձիթենին աճում է Բագրատաշենում, հենց ոչ միայն Ձիթենին, այլ նաև տաղավարներում ներկայացված այլ բերքն ու բարիքը։ Սա մեծ ավանդույթ է մեր Հայաստանի հյուսիսարևելյան դարպասներում, այս կլիմայական պայմանները շատ բարենպաստ են Ձիթենու արտադրության համար, Ձիթենու մշակման համար։ Մենք հիմնականում զբաղվում ենք այգեգործությամբ, ունենք տնկարանային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, և այսօր մենք մեր տնկիները և պտղատու և մշտադալար տնկիները բերել ենք, ցուցադրում ենք, մարդիկ նայում են, տեսնում են, մեզ բոլորիս համար շատ տոնական օր է այսօր, և այս տիպի միջոցառումները նպաստում են տարածաշրջանի զարգացման, նպաստում են գյուղատնտեսության զարգացման։ Տոնը լի էր բագրատաշենցիներին հատուկ ջերմությամբ, հյուրասիրությամբ և բարիքներով։